Եթե երազում ես ապրել ոչ միայն երկար, այլ նաև առողջ ու լիարժեք կյանքով, ուրեմն այս տեսանյութը հենց քեզ համար է։ Այսօր կբացահայտենք երկար ապրելու իրական գաղտնիքները, հենվելով Հարվարդի համալսարանի առողջապահական հետազոտությունների վրա։ Ինչ է երկարակեցությունը։ Երկարակեցությունը նշանակում է երկար ապրել, սակայն ոչ միայն տարիների քանակով, այլև որակով։ ԱՄՆ-ում 1900-ականներին կյանքի տևողությունը եղել է ընդամենը 47 տարի, այսօր ավելի քան 77։ Հետաքրքիր փաստ, գեներն ազդում են միայն 25%-ով, մնացած 75%-ը քո ձեռքումն է։ Երկարակեցությունը ձևավորվում է քո ապրելակերպով։ Սննդակարգի ազդեցությունը երկարակեցության վրա։ Սնունդը ուղղակիորեն ազդում է բջիջների առողջության վրա։ Բուսական սննդակարգը՝ բանջարեղեն, մրգեր, ամբողջական հացահատիկ, ընկույզ, լողազգիներ։ Միջերկրծովյան սննդակարգը գիտականորեն ապացուցված է, որ այն նվազեցնում է վաղ մահվան հավանականությունը 23%-ով։ Շաքարով, հագեցած ճարպերով և վերամշակված սննդով հարուստ դիետան վնասում է բջիջները։ Խորհուրդ. կեր կենդանի սնունդ, բուսական ծագման, ոչ թե մշակված և երկար պահպանվող։ Ֆիզիկական ակտիվություն. Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է սրտի, թոքերի, մկանների աշխատանքը։ Պետք է լինի ամենաքիչը 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ակտիվություն շաբաթական կամ 75 րոպե ինտենսիվ։ Ոչ միայն մարզասրահ պետք է ընտրել, քայլելը, պարտեզի խնամքը, տնային գործերն են հաշվում։ Հիշիր, շարժվիր ամեն օր, նույնիսկ քիչ, բայց մշտական։ Վնասական սովորություններից հրաժարվում։ Ծխելը հավասար է կյանքի ակնհայտ կրճատում։ Վնաս է հասցնում թոքերին, սրտին, մաշկին։ Ալկոհոլը պետք է լինի չափավոր, ավելի քիչը ավելի լավ է։ Կանանց համար օրական 1 ըմպելիք, տղամարդկանց համար առավելագույնը 2։ Լավ նորություն, ծխել թողնելը միշտ օգնում է, երբ էլ սկսես։ Ընտրիր կյանքը, ոչ սովորույթները։ Քնի որակ և ջրազրկում 7-ից 9 ժամ առողջ քունը բարելավում է հիշողությունը, իմունիտետը, տրամադրությունը։ Ջրային բալանսը նվազեցնում է սրտի, թոքերի հիվանդությունների ռիսկը։ Քնելը ու ջուր խմելը ավելի հզոր են, քան վիտամինները։ Սոցիալական կապեր և լավատեսություն։ Մարդիկ, ովքեր շատ են շփվում, ապացուցված է, ավելի երկար են ապրում։ Լավատեսությունն էլ մեծ դեր ունի։ Դրական մտածողությունը կապված է առողջ սրտի, ցածր սթրեսի ու երկար կյանքի հետ։ Չմոռանաս, կյանքի որակը նաև մարդիկ են, ովքեր քեզ շրջապատում են։ Ինչպես տեսար, երկար ապրելը կախված չէ հրաշքներից։ Դա քո ամենօրյա որոշումներն են, ինչպես ես ուտում, շարժվում, մտածում ու սիրում կյանքը։ Եթե քեզ հետաքրքիր էին այս խորհուրդները, մի մոռացիր սեղմել լայք, բաժանորդագրվել և կիսվել տեսանյութով ընկերներիդ հետ։ Առողջ կյանք բոլորիս։